Ինչ կապ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու սեռական մի շարք հանցագործությունների համար դատապարտված հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը։ Սկանդալային գործով վերջերս հրապարակված 3 միլիոն էջանոց փաստաթղթերում Պուտինի անունը հիշատակվում է ավելի քան 1000 անգամ։ Ֆայլերում հայտնաբերվել են հարյուրավոր էլեկտրոնային նամակներ, ձայնագրություններ, որոնք վկայում են, որ Էփշտեյնը բազմաթիվ անօգուտ փորձեր է արել գոնե մեկ անգամ Պուտինի հետ հանդիպելու։ Էփշտեյնը այնքան է տարված եղել Ռուսաստանի նախագահին տեսնելու, հետը շփվելու ցանկությամբ, որ ում ասես չի դիմել իր ցանկությունը կատարելու խնդրանքով։ Ֆայլերում հայտնաբերված ձայնագրություններից մեկում Էփշտեյնը հուսահատ ինչ-որ մեկին ուղղորդում է այնպիսի նամակ գրել Պուտինին, որ նա համաձայնի հանդիպել իր հետ։ Պուտինին այսպիսի գրություն է պետք ուղարկել. Մարտի 14-ից ես լինելու եմ Սկանդինավիայում, հետո պլանավորում եմ լինել Արևմտյան Հյուսիսային Եվրոպայում, կարող ենք ընտրել։ Ահա եւ վերջ, ավել բան գրել պետք չէ, նամակը պետք է շատ կարճ լինի։ Այս ձայնագրությունը ուղարկվել է 2011 թվականի սեպտեմբերին, երբ Պուտինը Ռուսաստանի վարչապետն էր։ Սա էլ, ինչպես Էփշտեյնի բոլոր նամակները Պուտինին, մնացել է անպատասխան։ 2013-ին, երբ Պուտինն արդեն Դաշնության նախագահն էր, Էփշտեյնը այդ ժամանակ աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստը, որի հետ բոլորն էին ուզում շփվել, սկսեց զարտուղի ճանապարհներով Պուտինի հետ հանդիպելու իր համառ փորձերը։ Էլեկտրոնային բազմաթիվ նամակներ Նորվեգիայի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդին, որպեսզի նա հանդիպում կազմակերպի։ Գիտեմ, որ ամսի 20-ին հանդիպելու եք Ռուսաստանի նախագահին։ Գիտեմ, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է իր երկրում արևմտյան ներդրումներ բերել։ Ես ունեմ դրա լուծումը։ Գիտեմ, որ ձեր եւ Պուտինի հանդիպման առանցքային թեման մարդու իրավունքներն են։ Սակայն կուզեմ իմանաք, որ ես հաճույքով կհանդիպեմ նրա հետ եւ կներկայացնեմ իմ առաջարկները նրա առաջնահերթությունների վերաբերյալ։ Կարծում եմ, դա նաեւ ձեր շահերից է բխում։ Դարձյալ ոչ մի նորություն Մոսկվայից։ Մեկ տարի հետո Էփշտեյնը Յագլանդից է ստանում նամակ, որտեղ գրված է լինում, թե ինքը հունվարին հանդիպելու է Պուտինին Սոչիում եւ գուցե կարողանա Էփշտեյնի համար բարեխոսել։ Կարող եք Պուտինին ասել, որ դուք եւ ես մտերիմ ենք։ Ես հաճույքով կհանդիպեմ նրա հետ, բայց առնվազն 2-ից 3 ժամով, ոչ ավելի կարճ։ Բարև Ջեֆրի։ Ինձ համար հեշտ չէ այս ամենը Պուտինին բացատրել։ Դու պետք է դա անես։ Իմ գործն է նրա հետ հանդիպում կազմակերպելը։ Կարող եմ այսպես ասել Պուտինին. Գիտեմ, որ դուք ցանկանում եք օտարերկրյա ներդրումներ բերել ռուսական տնտեսությունը զարգացնելու համար։ Վերջին անգամ, երբ ԱՄՆ-ում էիք, հանդիպել եք մի քանի ներդրողների հետ, սակայն դրանից բան դուրս չի եկել։ Ես ունեմ մի ընկեր, որը կարող է օգնել ձեզ։ Սա ասելուց հետո միայն ես կհարցնեմ Պուտինին. արդյոք կուզի հանդիպել քեզ հետ։ Բայց ոչ Յագլանդին, ոչ էլ որևէ մեկին այդպես էլ չի հաջողվում կատարել Էփշտեյնի բաղձալի երազանքը։ Փաստաթղթերում հայտնաբերված նամակներից երևում է, որ Էփշտեյնը տարիների ընթացքում չի կորցնում Պուտինին հանդիպելու հույսն ու նրան տեսնելու բազմաթիվ փորձեր է անում, նաև 2015-ին, 16-ին, 17-ին, 18-ին, քանի դեռ ազատության մեջ էր։ 2019-ին պարզվում է, որ Էփշտեյնը 2002-ից 2005 թվականներին Նյու Յորքի իր տանը ու Կարիբյան ծովում գտնվող սեփական կղզում մանկապիղծ գործողություններ է կազմակերպել անչափահաս աղջիկների մասնակցությամբ։ Մինչև հիմա հայտնի չէ, Էփշտեյնն ուզում էր մտերմանալ Պուտինի հետ գործնական նպատակով, թե որպեսզի ներքաշեր կեղտոտ պատմության մեջ։ Կրեմլը հերքում է նույնիսկ այն, որ Պուտինը Էփշտեյնից երբևէ որևէ նամակ է ստացել։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։